Այսօր խոսելու ենք, թե ինչից ենք վախենում, և ես ձեզ հետաքրքիր հեքիաթ եմ պատմելու։ Դες ես ստարեցին, որովհետև ես սեր եմ սպատում եմ շորին։ Շատ լավ է։ Լինում է չի լինում, մի բզեզ է լինում։ Բզեզը ապրում է իր մամուկի և հայրիկի հետ իրենց բնի մեջ։ Միասին թռչում են իրենց թևիկներով, գնում են, զբոսնում են, հետ են գալիս, գնում են կեր են հայթայթում, ու այդպես լավ ժամանակ են անցկացնում։ Չէ պատահել, բզեզիկը դժվարանում էր պատասխանել։ Ես ասա։ Մի օր է, մայրիկը հասկացավ, ինչ է տեղի ունենում։ Եվ մենակ մնալուց վախենում եմ, քանի որ երբ որ դու հեռու ես գնում, ես չգիտեմ ինչ անեմ, առանց քեզ ես վախենում եմ։ Բզեզիկի մայրիկն ասեց, երբ վախենում ես և մտածում ես ես քեզանից հեռու եմ, իրականում ես քեզ շատ մոտ եմ, մենք միասին մեր սրտերը իրար հետ կապված են կախարդական թելով, անտեսանել եմ, ու այդ թելը այսպես ձգում է ես քաշում եմ ինձ, և ես հասկանում եմ, որ դու իմ կարիքն ունես։ Բզեզիկն ասեց, բա ինչպես անեմ, որ այդ պահին մի քիչ վախենամ։ Շնչում է, եկեք, արաշ չեք, ու հաշվում ենք 4-ը, 1, 2, 3, 4, և ասում է արտաշնչիր։ Եվ ասում եք անտեսանելի թելը կձգի ինձ և իմ ու քո սրտերի լույսը կվառի ու դու կհանգստանաս, ու վախը կցրի և կգնա։ Հանգստաց։ Մեջ վախենում էր մենակ մնալուց։ Մայրիկը դա հասկացավ, և իրեն առաջարկեց, և ինքը իրեն այդպես։ Հիմա երբ որ դուք ինչ-որ բանից մի փոքր վախեցած կլինեք, ես առաջարկում եմ, որպեսզի խորը շնչեք և արտաշնչեք և այդ բանի փորձեք կառավարել ես։ Կփորձեք։ Դե մյուս անգամ գալու եմ տեսնեմ ով է փորձել։ Ոյ, շնորհակալություն։